Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ եւ այսպես Դարփինյանի ժամի հերթական թողարկումն է, հերթական Դարփինյանի ժամն է գործարար ալիքի եթերում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, սիրելի ունկնդրողներ, ողջունում ենք ձեզ։ Մենք երկուշաբթի օրն ենք տեսագրվում ամսի 9-ին, մի քանի ժամ առաջ վարչապետ Փաշինյանը հորդորել է Վեհափառ Հայրապետին, ում որ ինքը դիմել է աշխարհի կանունով, ազատել Բեհարանը, ինչը կարծում եմ աննախադեպ է մեր բազմահազարամյա հայ ժողովրդի պատմության մեջ եւ մեր մոտավորապես 2000-ամյա քրիստոնեական պատմության մեջ։ Ես լավ բան չեմ տեսնում սրա մեջ, այսպես ասենք, նախ որովհետեւ քաղաքական իշխանությունը փորձում է մտնի հոգևոր կյանք, փորձում է մտնի էջմիածին, եւ երկրորդը ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը շատ մանր տրամաչափի գործիչ է, որ նմանատիպ մեծ հարցերով զբաղվի։ Ոնց եք դուք վերաբերվում այս իրականությանը։ Նախ ասեմ, որ պատմական էքսկուրս չկատարենք, որովհետեւ այնուամենայնիվ եղել են պատմական ժամանակահատվածներ, երբ քաղաքական իշխանությունը եւ հոգեվորական իշխանությունը գնացել են իրար հակառակ ուղղություններով, այնուամենայնիվ չասենք, որ աննախադեպ է կամ աննախադեպ չէ, հասկանանք, որ այս ամենի էությունը այլևս քաղաքական պայքար է, Դավիթ, ցավոք սրտի, խոսքը չի գնում սաղմոսների տիրույթի մասին, քրիստոնեական արժեքների կամ արժեհամակարգի մասին, խոսքը գնում է պարզ եւ հասարակ այն բանի մասին, որ վարչապետ Փաշինյանը իդեմս եկեղեցու տեսնում է քաղաքական հակառակորդի եւ սա այլևս արդեն ընդունել է քաղաքական պայքարի բնույթ։ Եվ ցավոք սրտի այս ամեն ինչի համար առիթ տվել է նաեւ եկեղեցին, ոչ այն բանով, որ եթե հիշում եք հետպատերազմյան ժամանակահատվածում եկեղեցին հորդորեց եւ կոչ արեց հրաժարականի վարչապետի, ոչ այդ պատճառով, ես կարծում եմ, որ եկեղեցին ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ ինստիտուտ, ազգային ինստիտուտ, երկրի ինստիտուտ, ակադեմիական ինստիտուտ, եթե հիշում եք եւ համալսարանները, բազմաթիվ եւ ակադեմիական կառույցները նույնպես հորդորում էին հրաժարականի մասին, եկեղեցին իրավունք ունի, այդ իրավունքը ունի։ Եկեղեցին սխալվեց իմ կարծիքով, երբ դիրքավորվեց քաղաքական ճամբարի կոնկրետ հատվածում, եւ այդ հատվածը հակոտնյա էր վարչապետ Փաշինյանի եւ կառավարող կուսակցության հատվածին, այսինքն եկեղեցին կոնկրետ դիրքավորվեց հակափաշինյանական, այսպես ասած, քաղաքական տիրույթում, եւ սա է ամբողջ հարցի էությունը, այստեղ է պետք փնտրել։ Եվ ուրեմն բոլոր նրանք այսօրվա իրավիճակում, որոնք դիրքավորվում են կամ այս կամ այն կողմում, նույնպես սպասարկում են այս կամ այն քաղաքական շահը։ Ես ցավում եմ դրա համար։ Գիտեք, կան քաղաքական գործիչներ բազմաթիվ են, հարյուրավոր, գուցե հազարավոր քաղաքական գործիչներ ունենք մենք երկրում։ Կան պետական գործիչներ, որոնց շատ դժվար է բացահայտել եւ միգուցե մեկ ձեռքի մատերը բավարար լինեն, որպեսզի մենք կարողանանք նշել, թե այս կամ այն անձը պետական գործիչ է եւ հավաստենք այդ պետականությունը նրանց մտածելակերպի մեջ։ Եվ գիտեք, մեզանում բացակայում են, ես ցավով եմ սա նշում, ազգային գործիչները։ Ըստ որում այդ ազգային գործիչները, որոնք ղեկավարվում են բացառապես ազգային շահերով, բացակայում են ոչ միայն մեզանում Հայաստանի Հանրապետության այս սահմաններից ներս, նաև սահմաններից դուրս։ Ես հիշում եմ, այսինքն ես կարող եմ մտաբերել իմ կարծիքով վերջին խոշոր դրամաչափի ազգային գործիչը Սփյուռքում, դա Հրայր Հովնանյանն էր, որ կարող եմ մտաբերել, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց արձանագրությունները հայ-թուրքական եւ պատրաստ էր գնալ հաշտեցման, որը ես կոնկրետ ողջունել եմ եւ իմ կարծիքով ազգային գաղափարախոսությամբ, ազգային շահերով ղեկավարվող
ցանկացած կառույց եւ կամ անձ պետք է դա ողջուներ, ուղղակի խոսքը գնում էր արժանապատիվ համագործակցության մասին հայ-թուրքական։ Ես հիշում եմ, թե ինչպես Հրայր Հովնանյանը հակառակվեց Սփյուռքի բազմաթիվ կառույցների հետ եւ պաշտպանեց տվյալ դեպքում պետության շահը եւ ազգի շահը եւ կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, այդ թվում նաեւ մասնակցում էր Սերժ Սարգսյանի ուրեմն տարբեր հանդիպումներին Սփյուռքում, Սփյուռքի տարբեր օջախներում, եթե հիշում եք, այդպիսի բան նախաձեռնվեց։ Ցավոք սրտի ես պիտի փաստեմ, որ այսօր ազգային գործիչների խիստ սակավությունը եւ Սփյուռքում եւ Հայաստանի ներսում, որովհետև իմ կարծիքով ազգային գործիչը այսօր չի կարող կանգնել այս կողմը կամ այն կողմը։ Ազգային գործիչը պիտի կանգնի մեջտեղում եւ ասի break, չի կարելի, ուղղակի անթույլատրելի է այս հակամարտությունը, որը ես տեսնում եմ, որ Փաշինյանի նետած ձեռնոցը եկեղեցականներ որոշ պատրաստ են վերցնելու, ամենայն դեպս ես այսօր նման հայտարարությունների ուրեմն առնչվեցի եկեղեցականների որոշ հայտարարություններ, որ մենք առաքյալներ ենք, մենք պատրաստ ենք նահատակվելու, գիտեք ինչ կան, ձեր նահատակումը այսօր մեր ազգային շահերից չի բխում, պետք չի պատրաստ լինել նահատակվելու եւ պետք չի պատրաստ լինել առճակատման, այստեղ պետք է խոհեմ գտնվել այնքանով, որ գտնել լուծում այս քաղաքական հակամարտության ըստ էության։ Եվ ես մտաբերում եմ, հիմա նաև կարդում եմ, հետևում եմ, ով ինչպես է արձագանքում այս իրավիճակին, մեկ արձագանք կարող եմ նշել, որը որ պատրաստ էր, այսինքն դա Արամ Սարգսյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, նույնպես նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ելույթներ, որը հայտարարեց, որ ինքը լավ հարաբերություններ ունի ընկերական, բարեկամական եւ Փաշինյանի հետ եւ Բեափարի հետ եւ կոչ արեց երկու կողմերին էլ եւ պատրաստակամություն հայտնեց հանդիսանալու այն ուրեմն կամուրջը, որը բերի այս հակամարտության վերջ տալուն եւ համերաշխության հաստատմանը։ Հիմա ես իմ կողմից կարող եմ հայտարարել, որ բարեբախտաբար ոչ մի առնչություն չունեմ ոչ մեկի հետ, ոչ մյուսի, ոչ Փաշինյանի եւ ոչ Վեհապարի, բայց ես նույնպես դա եմ ասում։ Ես ասում եմ, որ ես պատրաստ եմ կանգնել մեջտեղում եւ եթե մենք պարտավոր ենք ուղղակի ազգային շահերից ելնելով գտնել այս լուծումը, որովհետև այլ լուծում նշանակում է ազգակործան իրավիճակ, որովհետև եթե Փաշինյանը այսօր ուրեմն կոչ է անում համախմբման այս նպատակի շուրջ, այսինքն Վեհապարին Վեհարանից հանելու նպատակի շուրջ, եւ եթե Վեհապարը կամ եկեղեցին բնականաբար ուրեմն համախմբման կոչ անի եւ ես տեսնում եմ քաղաքական տարրեր, որոնք որ այդ կոչը անում են, եկեք համախմբենք, կանգնենք, պայքարենք, ծեծ ու ջարդանենք եւ այլն, սա ուղղակի նշանակում է ազգային ջարդուփշուր ուղղակի, հա, ներքին, որը մենք որևէ պարագայում թույլ տալու իրավունք չունենք։ Պարոն Դարփինյան, ձեր թույլտվությամբ, էլի, սիրելի ռադիոլսողներ, սա վստահաբար պրոֆեսոր Արմեն Դարփինյանի ժամն է, բայց ես որպես երկրորդ խոսափող ինձ թույլ տամ հարց տալու։ Իմ տպավորությամբ վարչապետ Փաշինյանը այս հարցում թիմակիցներ չունի։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը գնաց Մայրաթոր, հանդիպեց Վեհապարի հետ։ Նույն իրենց աջակցությունն են հայտնել կարծես թե երկրորդ ու երրորդ նախագահները, այսինքն այստեղ ոնց որ քաղաքական գործընթաց սա նկարագրելը արդյոք ճիշտ է։ Դա հենց կլասիկ քաղաքական գործընթաց է, որովհետև թե առաջին, թե երկրորդ, երրորդ նախագահները դիրքավորվեցին, այսինքն ցուցաբերեցին իրենց քաղաքական դիրքավորվածությունը։ Իսկ այն, որ եկեղեցին նույնպես քաղաքականապես դիրքավորվել էր հակափաշինյանական ճամբարում, սա եւս փաստ է։ Բայց խոսել նրա մասին, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն ճամբարից են, չգիտեմ, այսինքն այսպես թե այնպես դա ստացվում է, եթե Փաշինյանի համար հիմա հիմնական թիրախ, իսկ Փաշինյանը իրեն շատ կոմֆորտային է զգում, երբ կա հակամարտություն եւ ինքը հակամարտության ձգտում է դրան։ Եվ ինքը հաղթում է, հասկանում եք, ինքը հաղթում է բոլոր հնարավոր հակամարտությունները, որոնք ինքը հրահրել է, ինքը հաղթել է այդ հակամարտությունները, հույս ունի եւ հավատ ունի, որ նաեւ այս մեկն է հաղթելու եւ եթե ընտրել է թիրախը եկեղեցին եւ եկեղեցու դեմ է գնալու եւ եթե նախագահները նախքին դիրքավորվում են եկեղեցու կողմ, դա նշանակում է քաղաքական հակամարտություն։ Այն որ դուք ասում եք
նրանք բանջ կողմնակիցներ չունեն, ինչպես չունեն, այսինքն պաշտոնական տվյալներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուրեմն մեծ թվականակով կուսակցությունն է եւ խնդրեմ դիմակիցները կան։ Որն է այստեղ թույլ կողմը Փաշինյանի թույլ կողմը այն է, որ իր հորդորներին զուգորդում է կամ որոշ դեպքերում նաև նախորդում է Ալլահ շուքյուր Փաշազադեն։ Սա է ամենաթույլ կողմը իմ կարծիքով, եւ եթե Փաշազադեն տվյալ դեպքում կաթողիկոսի դեմ է եւ արտահայտվում է վեհապար հայրապետ ուրեմն Գարեգին II-ի դեմ եւ ակնհայտորեն ուղղակի հրապարակայնորեն հայտարարում է, որ նա պատրաստ չէ Գարեգին II-ի հետ որևէ խոսակցության, որովհետեւ Գարեգին II-ը քաղաքական process-ների մեջ է մտել եւ չի ներկայացնում կարծես հոգեվորականությունը եւ այլն։ Գիտեք, ես հիշեցի այս կապակցությամբ մեկ անգամ եւս կարծեմ հիշել եմ այստեղ, երբ Սերգեյ Դովլատովը գալիս է Յոսիֆ Բրոդսկու մոտ, որը հիվանդանոցում պարկած է լինում, հիվանդատես է գալիս, Բրոդսկին հարցնում է ինչ կա, չկա, Դովլատովն ասում է դե գրողների միության համագումարներ, որտեղ ելույթ ունեցավ Եվտուշենկոն եւ ուրեմն կոլխոզներին դեմ արտահայտվեց։ Յոսիֆ Բրոդսկին, որը բացառիկ հակասովետական եւ հակակոմունիստական կերպար էր, ասես գիտեք ինչ կա, եթե Եվտուշենկոն դեմ է կոլխոզներին, ուրեմն ես կողմ եմ։ Հիմա եթե Փաշազադեն դեմ է ուրեմն Գարեգին II-ին, ցանկացած ուրեմն արժանապատիվ հայ պիտի ասի, եթե դու դեմ ես, ես կողմ եմ, անկախ նրանից թե ինչպես է վերաբերվում, անկախ նրանից, որտեվ առավել հայատյաց հոգևորական ճակերտավոր ինչպեսին է Փաշազադեն, դժվար է պատկերացնել, դա իր ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ հակահայ է եղել, հակաքրիստոնյա է եղել եւ բնաջնջման մեր պատմական եւ քրիստոնեական արժեքների բնաջնջումը Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է իր հոգևոր հովանավորության ներքո, հասկանում եք, առավել հակահայ պերսոնաժ դժվար է գտնել ընդհանրապես, եւ եթե այդ պերսոնաժը արտահայտվում է նույն ուղղությամբ, այստեղ Փաշինյանի ամենաթույլ կողմն է, որովհետեւ ակնհայտորեն սա զուգորդվում է կամ իրար հետ ձայնակցում են, ուրեմն ինքնաբերաբար, պատահական կամ ոչ պատահական, դա արդեն այդքան կարեւոր չէ, կարեւորը այստեղ այն, որ նորից եմ կրկնում, ցանկացած արժանապատվություն ունեցող հայ առաջին մղումը կլինի, ուրեմն պաշտպանել Գարեգին II-ին, բայց նորից եմ կրկնում, եթե մենք ղեկավարում ենք ազգային շահերով եւ եթե կան երկրում եւ երկրից դուրս ազգային գործիչներ, նրանք պիտի կանգնեն այս ամեն ինչի մեջտեղում եւ ասեն հոп, ուրեմն դուք արդեն քայքայում եք, երկու կողմից էլ քայքայում եք, որովհետեւ եթե եկեղեցին մտնում է քաղաքական պայքարի մեջ, նորից եմ կրկնում, եկեղեցին իրավունք ունի պահանջելու հրաժարական, ուրեմն այն դեպքերում, երբ համարում է, որ իրավիճակը գնում է ոչ ազգանպաստ ճանապարհով, դա դեռևս չի նշանակում քաղաքական դիրքավորում։ Քաղաքական դիրքավորում նշանակում է, երբ եկեղեցին պաշտպանում է կոնկրետ քաղաքական գիծ։ Եվ այստեղ նույնպես կարծես թե ես կարծում եմ, որ Փաշինյանը նաև տվյալներ ունի, քանի որ խոսքը գնում է առաջիկայում արդեն ընտրությունների մասին, երևի տվյալներ ունի, պիտի ունենա ամենայն դեպս, ես այլ կերպ չեմ կարող բացատրել այս գրոհը, այս ուրեմն ձեռնոցը, որը նա նետում է եկեղեցուն, բայց նորից եմ կրկնում, մեր բոլորի շահերից է բխում, որպեսզի մենք կարողանանք ազգային արժանապատվությունը պահպանել եւ այս հակամարտությանը վերջ տալ։ Այս իմաստով գոհունակություն եմ արտահայտում այն փաստով, որ եկեղեցին դեռևս այս ձեռնոցը չի վերցրել եւ բարեբախտաբար եւ փառք Աստծո, որ չի վերցրել, այսինքն եկեղեցին դեռևս մեծ հաշվով այսպես հանգիստ է վերաբերվում այս բոլոր ջղաձգումներին։ Այս մեկ, երկրորդը ինչ կուզեի ասել, որ իհարկե ասում ենք, որ չկան ազգային գործիչներ, իսկ որտեղից նրանք պիտի հայտնվեն այդ ազգային գործիչները, դրանց սնող աղբյուրը մտածող խավն է, մտածող խավը, որը մեզ մոտ արժեզրկվեց, մտավորականություն անգամ բառը արժեզրկվեց այս բոլոր տարիների ընթացքում, ինչը բերեց նրան, որ ազգային էլիտա հասկացությունը մերժվում է արդեն վարչապետ Փաշինյանի եւ իր կառավարման, այսպես ասած, խմբի կողմից, ինչը նույնպես ազգակործան եւ ազգականդ մոտեցում է, որովհետեւ առանց ազգային էլիտայի, առանց մտավորականության, առանց մտավոր խավի, որը անկաշկանդ է, որը անկախ է, որը գրագետ է, որը ունի գիտելիքների պաշար, որը ուրեմն
հավասարաչափ, որի համար հավասարաչափ սրբություններ են եւ ծնողը եւ զավակը, հա, որը կարողանում է կամուրջ հանդիսանալ ազգային արժեքների փոխադրման, հա, մեկ սերունդից դեպի մյուս սերունդ, սա հենց ազգային էլիտայի խնդիրն է եւ ցավոք սրտի մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ազգային էլիտան մեծամասամբ ոտնահարված է եւ այս իրավիճակը, գիտեք, ես հիշեցի դե սովետական միության ժամանակահատվածում այդ էլիտան կոչվում էր ինտելիգենցիա, ուրեմն Վլադիմիր Լենինը, որը 20-րդ դարի ամենակարկառուն հեղափոխականն էր, մի արտահայտություն ուներ իր գրողների մեջ, աշխատությունների մեջ, ինտելիգենցը это говно, народное говно, հասկանում ես, գրում էր народное говно։ Հիմա ես պիտի ասեմ, որ նույն վերաբերմունքը ինտելիգենցիայի նկատմամբ ունի Փաշինյանը, նույն վերաբերմունքը ունի Թրամփը, հասկանում ես, մերօրյա հեղափոխականները այս մտավորականների նկատմամբ նույն վերաբերմունք ունեն։ Տեսեք, ասենք Թրամփը համալսարանների դեմ հսկայական պայքար է մղում, ասենք խոշորագույն ամերիկյան համալսարանների դեմ հսկայական պայքար է մղում նախագահ Թրամփը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն բանի մասին, որ նույնպես նա չի կարողանում որպես հեղափոխական, որտեղ իր բնույթով ինքը հեղափոխական է։ Էլիտաների մեղքը կա, չէ՞ դրանում։ Այդ որ այն մարդկանց, ովքեր որ հետ խորհրդային տարածքում մտավորականություն են կոչվում Միացյալ Նահանգներում, էլիտա են կոչվում երևի թե դե ջախջախվեց ցավոք սրտի, տես հիմա տեսեք, մեր մոտ ջախջախվեց, Միացյալ Նահանգներում այլասերվեց, որովհետև այնտեղ հիմա մենք տեսնում ենք օլիգարխների պայքար, հասկանում եք, իշխանության շուրջ անգամ համակարգային կարծես թե հակակշիռները չեն գործում։ Մենք տեսնում ենք օլիգարխների պայքար, մի օլիգարխ Իլոն Մասկն է, մի օլիգարխ նախագահ Թրամփը։ Այսինքն Թրամփի հիմնական օպոզիցիան դարձավ Մասկը, ոչ թե դեմոկրատները։ Ահա, եւ տեսեք ինչն է այստեղ զավեշտալին, էլի, որ Թրամփի ու Մասկի մեջտեղում ուրեմն որպես խաղաղարար հանդես է գալիս մեր հարգարժան Փեսան, նախկին Փեսան Կանյե Վեսթը, հասկանում եք, Կանյե Վեսթը ուրեմն Քիմ Քարդաշյանի ամուսինը, նախկին եւ նրա զավակների հայրը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ուրեմն այդ խաղաղության բանը կամուրջը հանդիսանալ Թրամփի եւ Մասկի միջեւ, այսինքն այլասերվածություն եմ տեսնում ես էլիտայի, հասկանում ես, այսինքն եթե մեզ մոտ դա ջախջախվեց, ուղղակի ջախջախվեց, ըստ որում ջախջախվեց նպատակային կերպով, սա պատահական բան չէ, նպատակային կերպով ես դրանում մեղադրում եմ բոլոր մեր նախագահներին, առաջին, երկրորդ, երրորդ, որովհետև նրանք բոլորը նպաստեցին ազգային էլիտայի ոչնչացման։ Եվ մենք այսօր ունենք արդեն ղեկավար ուրեմն կառավարություն կուսակցություն եւ ղեկավար երկրի ղեկավար, որը ուղղակի անտեսում է ազգային էլիտայի գոյությունը, ընդհանրապես ուրեմն արհամարում է եւ ավելին երևի համարում է, որ դա ինչ որ ձևով վտանգավոր բան է իր համար, հա, երևի ճիշտ է համարում, որտեղ եթե էլիտալիներ էլիտան թույլ չէր տա նման իրավիճակ ընդհանրապես, նո չասեմ գոյություն, քաղաքական գոյություն, ես ասեմ ոչ թե գոյություն, այլ նման իրավիճակ երկրում էլիտան, այսինքն դուք ասում եք ընդհանրեն կա մեղավորությունը էլիտայի, որը չկարողացավ պահպանել այդ ստաբիլությունը, իհարկե կա, բայց մի կողմից եթե պետությունը նպատակաուղղված ջախջախում է այդ էլիտային, չէ՞, ասենք հիմա թուրքերը 15 թվականին ինչ արեցին, ջախջախեցին էլիտային հայ։ Այսինքն ինչի ենք մենք հենց ապրիլի 24-ը նշում, որովհետև այդ օրը մտավորականությունը ոչնչացավ։ Հենց այդ օրը ջախջախվեց, չէ՞, հիմա այսինքն նորից ինչ պիտի աներ այդ խեղճ ու կրակ էլիտան, որին ուղղակի սպանեցին, հա։ Հիմա մենք ունենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, չէ՞, ժողովուրդը երկու ճանապարհ ունի, ուրեմն կամ պիտի նորից վերգտնի իր մեջ ազգի արժանապատվությունը եւ դառնա ազգ, կամ պիտի հետընթաց ապրի եւ դառնա բնակչություն, հա։ Իսկ այս ճանապարհը ժողովրդի դեպի բնակչություն հաջորդ քայլը արդեն տնվոր ես դառնում, այսինքն այսօր բնակիչ ես, վաղը կդառնաս տնվոր, որտեղ եթե դու բնակիչ ես, ուրեմն արդեն քաղաքացի ես, եթե քաղաքացի ես, ուրեմն դու արդեն պատասխանատվություն չես կրում ես երկրի։ Տերն էլ չես, էլի, եւ տերը չես, այսինքն հաջորդ քայլը այս ճանապարհի վրա տնվորն է։ Եվ մենք պետք է հասկանանք, եթե մենք ժողովուրդ ենք եւ չենք գնում դեպի ազգային արժեքներ, չենք գնում դեպի ազգային պետություն, չենք գնում դեպի
ազգային արժանապատվություն, ուրեմն մեր հաջորդ անգրվանը բնակիչն է եւ դրա մյուս անգրվանը արդեն տնվորն է։ Ես ցավում եմ դրա համար, մենք պիտի ուղղակի շատ աչալուրջ լինենք այս ամեն ինչի նկատմամբ եւ փորձենք կանգնեցնել այս ընթացքը, այս հետընթացը, այս սարսափելի հետընթացը։ Հիմա գանք սկզբնաղբյուրին, պատճառներին, այս ինչի մասին է ընդհանրապես խոսքը նույնպես պիտի մենք ինքներս մեզ չխաբենք, էլի խոսքը գնում է երրորդ հանրապետության դեմոնտաժի մասին, այսինքն դա ակնհայտորեն։ Հիմա ասենք ես չեմ կարծում, որ մենք հիմա պիտի գնահատենք դա դրական է թե բացասական։ Ես պիտի ասեմ, որ մենք հիմքեր ունենք որպեսզի մտածելու, որ երրորդ հանրապետությունը, որը ստեղծված էր Ղարաբաղյան ազգային ազատագրման պայքարի շուրջ եւ առանցքում հենց այդ պայքարն էր, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծումն էր, մեր միացում, այսպես ասած, շարժումն էր, եւ այդ ազգային ազատագրական պայքարով ոգևորված մենք մեր հանրապետությունը ստեղծում ենք, ուրեմն միացյալ որպես պետություն հետագայում ենթադրելով, ակնհայտ է, որ մենք հիմա ջարդված, կոտրված դաշտակի առջև ենք կանգնել, բայց ինչն է դրա հիմքում հետևյալ թեզն էր իմ կարծիքով, որը նույնպես մենք պիտի հրապարակայնացնենք։ Դուք հիշում եք, որ Բորիս Գրիզլովը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը դա Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում։ Մենք ընդվզեցինք, հանդգնեցինք, ուրեմն տարբեր տեսակի որակումներ տվեցինք պարոն Գրիզլովին, որը ըստ էության ներկայացնում է Ռուսաստանի մոտեցումը, ուրեմն այդ օրվա Հայաստանի նկատմամբ։ Այսինքն մենք դեմ ենք դրան, որ Հայաստանը դիտարկվի որպես ֆորպոստ, բայց մենք լրակյաց կողմ ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դիտարկվի որպես ռուսաստանյան ֆորպոստ։ Դե մենք բոլորս չէ, բայց պարոն Դարբինյան, Արցախում կողմ էին։ Չէ, Դավիթ ջան, մեր կառավարման համակարգը ամբողջապես մեր նախագահները երկրորդ, երրորդ եւ առաջին նախագահները, առաջին նախագահը մինչեւ 98 թվականը, որովհետեւ պատերազմի խաղաղություն հոդվածը հրապարակելուց հետո Տեր Պետրոսյանը իհարկե ջրբաժան դրեց, ասեց, ուրեմն մենք կամ գնում ենք խաղաղության, կամ մենք կպարտվենք վերջին հաշվով, հա, բայց այնուհետև եւ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում մենք մեզ խաբում ենք ասելով, որ Հայաստանն է երաշխավորը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուրեմն անվտանգության, բայց դե յուրե եւ դե ֆակտո այդ երաշխավորը մենք պատկերացնում ենք Ռուսաստանի Դաշնությունը։ Այդպես է, այսինքն մենք հասկանում ենք, մեր կառավարիչները հաստատ հասկանում են, որտեղ իրենք շատ ավելի տեղեկացված են, քան ես ու դու, քան ուղղակի ցանկացած մարդ, նրանք հասկանում են, որ այդ երաշխավորը կարող է լինի միայն ռուսական բանակը, միայն ռուսական շահը, եւ ուրեմն իրենք պատրաստ են եւ դիտարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ռուսաստանի ֆորպոստ այս տարածքում, եւ այն պահին, երբ Ռուսաստանը դադարեց դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես ֆորպոստ, մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Այսա մենք պիտի ուրեմն հաշվի առնենք եւ հիշում եք երևի ուրեմն Զորի Բալայանի նամակը Ռուսիա ցարին Վլադիմիր Պուտինին, երբ ինքը ուղղակի Պուտինին հիշեցնում էր, որ այդ շահը կա, ձեր շահն է սա, Ղարաբաղ եկեք տեր կանգնեք եւ այլն, եւ եկեք գոնե այսօր փաստենք, որ Զորի Բալայանը այդ պահի դրությամբ ճիշտ էր, իսկ մենք սխալ, որովհետեւ Զորի Բալայանը ասում էր այն ինչ որ ճշմարտությունն է, այսինքն նա ուղղակի բացահայտում էր, որ հայկական մոտեցումը եղել է, որ Ռուսաստանի ֆորպոստն է, Ղարաբաղը վերջին ֆորպոստն է այս տարածաշրջանում, իսկ մենք դա լրակյաց ընդունել ենք որպես փաստ։ Եվ այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղը դադարեց լինել ֆորպոստ Ռուսաստանի համար եւ Ռուսաստանը ներկայացրեց իր այլ շահերը տարածաշրջանում, ռուս-թուրքական, ռուս-ուկրաինական պատերազմի կոնտեքստում, ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական համագործակցության, մենք անգամ չնկատեցինք, թե ինչպես ռուս-ադրբեջանական համագործակցությունը վերածվեց ստրատեգիական ուրեմն համագործակցության, այսինքն հավասարվեց հայ-ռուսական համագործակցության։ Իսկ մենք համարում ենք, որ Ռուսաստանի ուղղակի իմունային շահն է Լեռնային Ղարաբաղ ունենալը իր տիրույթում, հասկանում եք, դե այդ շահը հենց որ վերացավ, այլ շահերը ավելի գերակշռեցին, մենք կորցրեցինք Ղարաբաղը դրա արդյունքում։ Սա է, եւ իհարկե այս իմաստով ես այս համատեքստում պիտի նկատել, որ
երկու բան պիտի նկատել, որ Հայաստանը այսօր փորձում է ինքնուրույն առանձին հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, մենք տեսնում ենք, ասենք, հայ-թուրքական հեռախոսազրույցներ, այո, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց կապ ենք տեսնում, հա, եւ ես դրանում վատ բան չեմ տեսնում, ես դրանում տեսնում եմ լավ բան, այսինքն եթե կա դիալոգ, եթե չկա ենթակայություն, իսկ մենք չգիտենք կա թե չկա ենթակայություն, դուք չգիտենք դիալոգի բանի վերաբերել Դե դուք դրական կանխավարկածով եք ուղղակի միշտ օպտիմիստ եմ եղել, ենթադրենք որ չկա ենթակայություն, բայց Ալլաշուքյուր Փաշազադեն վկա ոնց որ կա ենթակայություն։ Դե Փաշազադեն Ադրբեջանն է ներկայացնում, տվյալ դեպքում ես Փաշինյան-Էրդողան ուրեմն երբ այդ հեռախոսազրույցը դրական եմ գնահատում, որովհետև Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին ուրեմն Նովրուզ Բարամի վերաբերյալ, Էրդողանն շնորհավորեց, ասաց մենք էլ ողջունում ենք, որ Հայաստանը լինելու է ուրեմն եվրոպական քաղաքական համայնքի ժողովի հյուրընկալող ընդունող կողմը եւ դա ասենք նորմալ էր։ Հաջորդ քայլը, որ մենք տեսանք ու տեսնում ենք, սա նույնպես բացառիկ քայլ էր, որտեղ մեր իրականության մեջ նման բան չի եղել երբևիցե, որ երկրի ղեկավարը տվյալ դեպքում Փաշինյանը շնորհավորի Ադրբեջանի պետությունը եւ ժողովրդին Նովրուզ Բայրամի կապակցությամբ։ Նորմալ է այդ, պարոն Դարբյան։ Դե հիմա տեսեք, սա տեղավորվում է այն քաղաքական մոտեցման կոնցեպտի տիրույթում, որը որդեգրել է Փաշինյանը եւ կառավարող խմբակցությունը։ Ինչն է այստեղ անարդար եւ անազնիվ։ Անարդար եւ անազնիվ է այն, որ այդ մոտեցումը պիտի ամրագրվեր ընտրությունների ընթացքում ճիշտ արդար եւ ազնիվ կլիներ, երբ Փաշինյանը կհայտարարեր արտահերթ ընտրությունների մասին, այդ ընտրություններին հանդես կգար այս նոր կոնցեպտով եւ քվեարկության արդյունքում ստանալով վստահության քվեն կկարողանար դա իրագործել արդեն, բայց իրականությունն այն է, որ նա սկսել է իրագործել այս կոնցեպտը, իսկ ընտրությունները կլինեն 1 տարի հետո, հասկանում եք, այստեղ անարդարության եւ անազնվության դրույթ կա այստեղ, որը պետք է նույնպես հաղթահարել, որտեվ այն մոտեցումները, այն քաղաքական կոնցեպտը, թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական, թե հայ-ռուսական, թե հայ-եվրոպական, ինչ որ կատարվում է այսօր, որևէ ծրագրով եւ ընտրությունների արդյունքով ամրագրված չէ, այսինքն արդար եւ ճիշտ կլիներ, երբ այսօր անցկացվեին, ես իմիջիալոց զարմանում եմ, որ չի անցկացվում, որովհետեւ իմ կարծիքով նույն քաղաքացիական պայմանագրի շահերից է բխում ավելի շուտ ընտրությունները, նրանք շատ շանսեր կունենային, այսպես ասած, ամրագրելու իրենց այս թեզերը քվեարկությամբ համաժողովրդական, քան թե իրենք հիմա սկսել են իրագործել մի կոնցեպտ, որը ժողովրդի կողմից հաստատված չէ քվեարկության արդյունքում, հա, իսկ քվեարկությունը լինելու է 1 տարի առաջ, եւ այս բոլոր այդ թվում նաեւ իշխանություն եկեղեցի հակամարտության ուրեմն իմաստը այդ ընտրություններին ուրեմն առավել ներվա մտցնում հասարակական կյանք, իհարկե, ինչպես եւ ասացի նորից Փաշինյանը կոմֆորտային է զգում, երբ կա հակամարտող կողմ, երբ կա թիրախ, որին կարելի է խփել եւ որի վրա կարելի է հարձակվել։ Ադրբեջանին խփի, պարոն Դարբյան, դրանից էլ լավ թիրախ, մենք թիրախներով շրջապատված պետություն ենք, այսինքն ինչի՞ է պետք է թիրախները ներսը գտնել, մենք այդտեղ ունենք գերիներ, որոնց, այսինքն ես չեմ ուզում հորդորեմ, որ ինչ-որ մեկը հետևի դրան, որտեղ այդտեղ տոտալ ադրբեջանական քարոզչություն է, բայց ես հետևում եմ ադրբեջանական ռոպագանդայի նյութերին։ Այն դատավարությունը, որտեղ դատում են հայ ռազմագերիներին, դատում են Հայաստանի Հանրապետությանը։ Ու դա ոչ թե պատճառահետևանքային կապ է, այլ դրա մասին ասում են։ Միանշանակ այդպես է, ես ինքը շնորհավորում է իրանց Նովրուզը, դե լավ։ Միանշանակ այդպես է, դատավարությունը խայտարակություն է, դա մեր ազգային արժանապատվության ուղղակի անկումն է եւ անկումն է այդ թվում նաեւ պետական իշխանության գործունեության արդյունքում եւ կամ դրա այսպես ասած արձագանքն է, ինչ որ մենք ունենք, դա շատ վատ է եւ նորից գալով այն հարցին նորմալ է դա արդյոք թե ոչ, որովհետեւ
առաջին հերթին ընտրություններ պետք է անցկացվեին եւ դրա մասին պետք է հայտարարվել։ Երկրորդը, գիտես Դավիթ, այս սպառողականությունը, որ կարծես թե դառնում է պետական գաղափարախոսություն, կուշտ ուտելը, ուրեմն զմայլվելը, այսպես ասած, էժան ճամփորդելը, դառնում է ազգային նպատակ, որը որ ամենահեշտ ճանապարհն է ժողովրդից դեպի բնակչություն, հասկանում ես, եւ ուրեմն դեպի տնվոր։ Ամենահեշտ ճանապարհն է սա։ Ես հիշում եմ երջանկայի հիշատակ Գարեգին առաջին կաթողիկոսին, Գարեգին Ային, որի հետ ես ունեի բարեբախտաբար շատ մտերմիկ հարաբերություններ, ինքը մի անգամ արտահայտվեց ասելով, որ սպառողականությունը դա մեր հասարակության վերջն է, սրան պետք է ուղղակի կանգ տալ, պետք է վերջ տալ, պետք է սրա դեմ պայքարել, որովհետև հոգևոր աճը իմաստ ունի, սպառողականությունը իմաստ չունի, ընդամենը ֆիզիկական կյանքի, այսպես ասած, վերարտադրման համար է եւ նպատակով է։ Մի խոսքով, ցավոք սրտի մենք չունենք այսօր Գարեգին առաջին, չունենք այսօր Վազգեն առաջին եւ ունենք այն ինչ որ ունենք։ Եվ հիմա նորից եմ կրկնում, ազգային ցանկացած գործիչների կամ կառույցների նպատակն ու խնդիրը պիտի լինի կանգնել մեջտեղում եւ ասել break, որտեղ մենք այսօր նման քաղաքական հակամարտության համար պոտենցիալ չունենք, մենք ուղղակի կձախողենք ամեն ինչ։ Հիմա մի քիչ անդրադառնանք մի քանի խնդիր կար, որոնց մասին կուզեի ասել, մեկը ուրեմն ես նկատեցի, որ մեր ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Կոսովոյի հետ, այն երկրի հետ, որի հետ մենք չունենք ոչ մի հարաբերություն, որը մենք չենք ընդունել, որին մենք չենք ճանաչել, Եվ հակառակ դրան այդ ֆուտբոլի հավաքականը վրացական ինքնաթիռով պիտի թռներ Կոսովո, վրացիները, որոնք նույնպես չեն ճանաչել Կոսովոն, թույլ չտվեցին դա անել։ Հասկանում եք, հիմա ֆուտբոլը քաղաքականություն է։ Ես կարծում եմ, որ կամ մեր ֆուտբոլի ֆեդերացիան պիտի այդ հանդիպմանը չհամաձայնվեր, որովհետև մենք չենք ճանաչում Կոսովոն, կամ մենք պիտի ճանաչեինք Կոսովոն, որի բոլոր հիմքերը ունեինք, եւ չենք ճանաչել, որովհետև գտնվել ենք ոչ մեր շահերի տիրույթում, իմ կարծիքով, այսինքն համ չենք ճանաչել, համ գնացել ենք եւ խաղում ենք։ Եվ հակառակ դրան վրացիները չեն ճանաչել եւ թույլ չտվեցին իրենց ինքնաթիռով։ Հիմա տեսեք դա ազգային արժանապատվությունը որտեղ է գտնվում։ Մեզ մոտ է գտնվում թե վրացիների։ Վրացիները ցույց են տալիս իրենց արժանապատվությունը, մենք նվաստացնում ենք արժանապատվությունը։ Հաջորդը ինչ կուզեի ասել, ուրեմն զարմացած եմ ուղղակի, որ 25 թվականի ՍՆԳ-ի, ԱՊՀ-ի, ուրեմն մշակութային մայրաքաղաքի հռչակվել Լաչին քաղաքը, հասկանում եք, Լաչին քաղաքը, իսկ եթե հռչակվել է, նշանակում է մենք եւս քվեարկել ենք Հայաստանը, ԱՊՀ տարածքում, կոնսենսուսով, իհարկե կոնսենսուսով։ Իսկ մեր մեծամասնությամբ կոնսենսուսով, իհարկե մենք քվեարկել ենք։ Դե, եթե Նովրուզը շնորհավորում ենք, ինչի՞ պիտի չքվեարկենք Լաչինին։ Բայց ինչն է հետաքրքիր, Լաչինը ուրեմն սովետական ժամանակահատվածում ինչ ենք ասում Լաչինսկի կորիդոր, մենք Լաչինը բնակված է եղել քրդերով։ Ադրբեջանցիներ չեն եղել, ադրբեջանական բան չկա այնտեղ, որևէ heritage չկա, այսպես ասած, ոչ մի ժառանգություն չունեն իրենք այնտեղ։ Հիմա մենք քվեարկում ենք Լաչինը մշակութային մայրաքաղաքն է ԱՊՀ տարածքում, այդում նաև մեր, Մենք այստեղ ասելիք չունենք, քրդերը ասելիք չունեն, մենք ու քրդերը ասելիք չունենք, ընդհանրապես մենք, այսինքն Լաչինը մայրաքաղաք մշակութային, ես կարծում եմ, որ մենք այստեղ կամ պիտի վետո դնենք այդ որոշմանը, կամ պիտի գոնե հասնենք նրան, որ Լաչինում, Բերձորում, ուրեմն Լեռնային Ղարաբաղի տարածքում մենք երաշխիքներ ստանանք, որ հայկական ժառանգությանը որևէ վտանգ չի սպառնալու։ Ստանանք այդ երաշխիքները թեկուզ եւ ԱՊՀ տարածքում։ Բերձորի եկեղեցին արդեն չկա։ Դե եթե չկա, նշանակում է մենք ոնց կարող ենք Լաչինը դիտարկել որպես մշակութային մայրաքաղաք, հասկանում եք։ Հաջորդը ուրեմն ես նկատեցի, որ մեր այնուամենայնիվ գնաճը, ինֆլյացիան
Սննդամթերքի գծով բավականաչափ լուրջ մայիսի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 7.4%, սննդամթերքի մասին է խոսքը, որովհետև երբ որ ասում են միջինացված ինֆլյացիան, որը 4.3 է կազմում, դա այնուամենայնիվ ոչ միայն սննդամթերքն է, նաև այն ծառայություններն են, որոնցով բնակչության մեծամասնությունը չի օգտվում, հիմա եթե մենք ունենք 7.4%-ի աճ, սա նշանակում է, որ այդքան լավ չեն մեր գործերը։ Շվեյցարիայում գոյություն ունի նման մի պետական պաշտոն, որը կոչվում է հանձնակատար, ուրեմն գների վերահսկողության հանձնակատար։ Դա ուրեմն կենտրոնական բանկը իր հերթին, մեր օրենսդրությամբ կենտրոնական բանկ կա, որը վերահսկում է գների կայունության պատասխանատուն է, բայց կա նաև դրան գումարած գների։ Երևի մեր հակամենաշնորհայինի նման Չեմ կարծում, օրինակ ես տեսնում եմ, որ չէ, հակամենաշնորհայինի հետ կապ չունի, ուղղակի վերահսկում է գները, որ որևէ միջնորդ չբարձրացնի ազգաբնակչության համար, ուրեմն գների մակարդակը։ Մասնավորապես օրինակ նրանք ուրեմն խիստ արձագանքել էին Booking.com-ին, որը միջնորդավճարի գումարը ավելացրել էր, եւ Շվեյցարիայի կառավարությունը այդ հանձնակատարի ուժով կասեցրեց Booking.com-ի, ուրեմն լրացուցիչ, եթե մենք տեսնենք այդ Booking-ները ինչքան են վերցնում մեզանից, ոչ միայն Booking-ները, ցանկացած բոլոր ագրեգատորները, ցանկացած միջնորդ ծառայություն։ Եվ ավարտեմ նրանով, որ մենք այս անիմաստ ազգակործան հակամարտություններում կորցնում ենք հիմնականը, որն է մեր հենքը, մենք ինչ պիտի անենք, մենք պիտի զարգանանք, մենք պիտի կարողանանք ապահովել երկրի տեխնոլոգիական զարգացումը։ Ես ուղղակի նախանձով եմ նայում Իսրայելի օրինակին, որը ասենք ամսական իսրայելական ստարտափները դա ասենք ուսանողական խմբակներում ստեղծված գաղափարներ են։ Ամսական $1 միլիարդ ինվեստիցիա են ստանում Իսրայելում ծնված ստարտափները, հասկանում եք, այն դեպքում $1 միլիարդ ամսական, այն դեպքում երբ մենք ուղղակի փառք ենք տալիս Աստծուն, եթե ասենք ինչ-որ մի ստարտափ մի քանի $1,000 կարողանում է ներգրավել այստեղ։ Մեկը որ յունիկորն է դառնում, գինը $1 միլիարդ է դառնում, մենք տենց բայց $1 միլիարդ հավաքական, ամսական, ուսանողական ստարտափների վրա Իսրայելում, հասկանում եք այդքան։ Այսինքն երկրի զարգացման հենքը այդտեղ է գտնվում, հասկանում եք։ Եվ նկատեցի, որ Լեոնարդ Բլավատնիկը, որը Ռուսաստանում գումար վաստակած օլիգարխ է, հրեա, հենց նա ուրեմն տարեկան բան ունի, award ունի, ինչպես այդպես կոչվում, տարեկան մրցանակ ունի երիտասարդ իսրայելցիներին, որոնք որ հատկապես առանձնանում են իրենց գիտական նվաճումներով, $500,000 ամսական չէ տարեկան, այսինքն տարին մեկ անգամ տալիս է, եւ դա տրամադրվում է 5 հոգու։ Հիմա ես գիտեք դրա դիմաց տեսնում եմ մենք արդեն տարիներ շարունակ տարբեր միջազգային գիգանտների տարեկան նույնպես մրցանակաբաշխություն ենք իրականացնում եւ դրա իմաստը որն է։ Այսինքն մենք փոխանակ գումարը տանք մեր երիտասարդ գիտնականներին, որ նվաճումներ ունեն, որոնց խրախուսենք, որ նվաճումներ ունենան։ Մենք տալիս ենք ինչ-որ կամպանիաների ղեկավարներին միջազգային, որոնց չենք պարտադրում այստեղ իրենց մնալու, գալու եւ բաները ստեղծելու, իրենց համակարգերը ստեղծելու։ Մենք պիտի ուշադրություն դարձնենք հիմնական ասպեկտների վրա։ Մենք ընկել ենք ուղղակի ազգակործան ճանապարհով ենք գնում, ցավոք սրտի։ Դարփինյանի ժամն այսքանն էր այս շաբաթ, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, այսօր այսքանը, ցտեսություն։